թե Զաբոյի ռադիացիա չափի, ասի, պարանը գերետիշան, ռադիացիա դուզ գալի Զաբոյից, մեր տրակտորով փակեք, ինչև այսօր, որևէ մեկը չի արել, էսի քաղաքական իմաստին ունի որոշ։ Ներհամայնքային, ներպետական, տարածաշրջանային որևէ գործընթաց սկսելուց առաջ նախաձեռնողները հասարակական կարծիք ձևավորելու տարբեր գործիքներ են կիրառում, որոնցից մեկը նարատիվների տարածումն է։ Վերջին տարիներին շատ են դեպքերը, երբ որ դատական գործընթացներ են սկսվում, հանրային մասնակցության դեմ ռազմավարական դատավարության գործերը եւ այլ խոչընդոտներ են ստեղծվում համայնքների մակարդակում մարդկանց մասնակցության համար իրենց վերաբերող որոշումներին ու դրա դրսևորումներից մեկն էլ է նա, որ ընդհանրապես մեդիայում տարբեր գործիչների կողմից նաեւ դաշտ են նետվում որոշակի մանիպուլատիվ կեղծ նարատիվներ, որոնք եւս մենք կարծում ենք, որ բացասական ազդեցություն են ունենում մարդկանց մասնակցության վրա։ Կեղծ նարատիվները Հայաստանում հատկապես բնապահպանների նկատմամբ իրենք երբեմն ստեղծվում են եւ գործում են տասնամյակներ, այդպիսի նարատիվներ ունենք, որոնք արդեն երևի թե 3 տասնամյակ գործում են։ Կան կարճաժամկետ նարատիվներ, որոնք գործում են, ասենք, ինչ-որ ժամանակահատվածում, միջնաժամկետ նարատիվներ իրենց ազդեցությամբ Եվ ամենակարևորը, որ ամեն օր նարատիվ է ծնվում։ Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն հասարակական կազմակերպությունը հետազոտություն է իրականացրել, բարձելու ինչ կեղծ նարատիվներ են շրջանառվում համայնքներում բնապահպանական շարժումների դեմ, ինչ նպատակ ունեն դրանք եւ որոնք են դրանց աղբյուրները։ Մենք ավելի լայն ենք դիտարկել ընդհանրապես ակտիվիզմը ու էկոակտիվիզմը, այսինքն այստեղ ոչ միայն դիտարկել են կոնկրետ կազմակերպություններին կամ անձանց թիրախավորելը, կարող է այստեղ լինել նաև ոչ ֆորմալ ինչ-որ խմբեր կամ տարբեր բնակիչներ համայնքի, որոնք որ մասնակցել են ինչ-որ process-ների բնապահպանական ու հայտնվել են այս թիրախում, ինչպես նաև դիտարկել ենք շատ լայն սպեկտր աղբյուրների, թե որտեղից են դուրս գալիս այս նարատիվները ու մենք նկատում ենք, որ այդ աղբյուրները կարող է լինեն եւ պետական մակարդակից, այսինքն տարբեր հանրային գործիչներ կարող է իրենց ի պաշտոնե նման նարատիվներ տարածեն, այնպես էլ տարբեր շահեր ներկայացնող խմբերը, դա կարող է լինեն օրինակ հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ, դա կարող է լինեն իրենց օրակարգը սպասարկող օրինակ գիտնականներ ու մասնագետներ, ինչպես նաև լրագրողներ, այսինքն տեսնում ենք, որ որոշակի sense մեծ ինֆրաստրուկտուրա կա, որտեղ որ գեներացվում են նման նարատիվները ու փոխ լրացնում են մեկը մյուսին ամրապնդելով իրար հետ տարածում են այս նարատիվները։ Մանրամասն ուսումնասիրվել են տարբեր հարթակներում տարածվող պատմույթները եւ խմբավորվել դրանց միջոցով տարածվող նարատիվները։ Այս բոլոր ոնց որ պատմությունները քարտեզագրելուց մենք նաև առանձնացրել ենք նրանք, որոնք որ համարում են կեղծ նարատիվներ, այս դրանք այն նարատիվներ են, որոնք ունեն միտումնավոր կամ թեկուզ ոչ միտումնավոր իրականությունը խեղաթյուրելու, մանիպուլացնելու միտում, փաստերը աղավաղելու կամ որոշակի էմոցիոնալ ինչ-որ բաղադրիչ, որը որ փորձում է մարդկանց վրա ազդեցություն ունենալ ու անտեսել փաստերը, անտեսել իրականությունը։ Այս կոնտեքստում մենք տեսնում ենք շատ տարբեր դերակատարներ, որոնք որ ներկայացվում են ու հիմնականում դրական կերպով են ներկայացվում այս պատմությունների մեջ, օրինակ հանքարդյունաբերող ընկերությունները, ովքեր որ ներկայացնում են որպես տնտեսության շարժիչ ուժ, տնտեսությունը զարգացնելու դրական միտում ունեցող, նպատակներ ունեցող ոնց որ ընկերություններ եւ մնացածը սկսում է դրա շուրջ տավալվել։ Օրինակ կան ներկայացնում են ինչ-որ գիտնականների կարծիքներ, որոնք որ պետքա հանդես գան իբրև իրական էքսպերտիզա ունեցողները։ Այսինքն փորձ է արվում ցույց տալ, որ բնակիչները կամ ակտիվիստները իրանք չունեն էքսպերտիզա, կան ինչ-որ գիտնականներ, ովքեր որ ճիշտ էքսպերտիզան ունեն, ովքեր հիմնականում հանդես են գալիս օրինակ նույն հանքարդյունաբերողների ներկայացած օրակարգը սպասարկել։ Ընդ որում այդ խոսույթներում առաջարկվում է անվտանգության ուժերի կողմից վերահսկողություն սահմանել բնապահպանական շարժումների նկատմամբ, որովհետև նրանց արածը ըստ նարատիվների վտանգում է մեր պետության անվտանգությունը։ Եվ այդ ֆոնին բնապահպանները ներկայացվում են որպես Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերն սպասարկողներ, այսպիսով սրելով լսարանի զգայունությունը։ Անտեսվում է գիտելիքի այն աղբյուրը, որը որ ներկայացնում են տեղի բնակիչները, ներկայացնում են ակտիվիստները, Երկրորդ պիտակավորումը, որ տեսնում ենք, այդ փորձն է ներկայացնել իրենց որպես գրանտային շահերով ուղղորդվող,
հաճախ ենք նկատում, որ փորձ է արվում ցույց տալ, որ տեսեք իրենք սելեկտիվ են։ Այս խնդրի հետ կապված չեն արձագանքում, այս խնդրի հետ կապված արձագանքում են։ Ինչու? Որովհետև կարծես թե կա ինչ-որ դրսից ուղղորդվող օրակարգ, գրանտերի միջոցով այս կազմակերպությունները պետքա այդ օրակարգը սպասարկեն։ Եվ նաև փորձ է արվում դուրս բերել այս ակտիվիստներին համայնքի դեմ, այսինքն տրամադրել, որ իրենք մոլորեցնում են համայնքի բնակիչներին, իրենք փորձում են ազդել նրանց վրա եւ կարծես փորձ է արվում իրար դեմ հանել ակտիվիստներին ու համայնքի բնակիչներին։ Այս կոնտեքստում նաև կապեր են ստեղծվում արդեն արտասահմանյան կազմակերպությունների հետ, ովքեր կարող են լինել մասնագիտական կազմակերպություններ, որոնք օրինակ գալիս են Հայաստանում հետազոտություն են անում օդի ջրի, հողի աղտոտվածության հետ կապված, կամ դրամաշնորհներ են տրամադրում, կամ էլ նույնիսկ ի պաշտոնե խոսում են օրինակ Հայաստանում բնապահպանական խնդիրների մասին, օրինակ ՄԱԿ-ի որոշակի կառույցի ներկայացուցիչներ, որ կարող է այդ հարցերը բարձրացնել։ Եվ վերջինը այդ հակահերոսների, շրջանակում այս կարմիր թելի նման միշտ անցնում է, որ ի վերջո այս ամենի շահառուն Ադրբեջանը կամ Թուրքիան է։ Այսինքն փորձ է արվում սրանով բնապահպանական խնդիրները, այսպես ասած, անվտանգայնացնել, այսինքն այս հարցերը դիտարկել ոչ թե այնպիսին ինչպիսին իրանք կան, այսինքն այն կոնտեքստում, որ սա համայնքի բնակիչների առողջության, իրանք ապագան որոշելու եւ այլնի խնդիրներ են, փորձ արվում դա կապել, որ սա իրականում ի վերջո սրանից օգուտ է ստանում Ադրբեջանը եւ Թուրքիան, տարբեր միջոցներով Հայաստանի անվտանգությունն է թույլանում, Հայաստանի տնտեսության զարգացման ինչ որ խոչընդոտներ են ստեղծվում։ Հետազոտությունը թույլ է տալիս ենթադրել, որ բնապահպանների դեմ տարածվող կեղծ նարատիվները 3 նպատակ են հետապնդում։ Որ մարդկանց մոտ ձևավորվի այդ անվստահությունը ու դրանով արժեզրկվի կամ նսեմացվի իրանց պայքարը, իրանց կարծիքները եւ այլն եւ այլն։ Դրա համար խնդիրը այստեղ պետքա լինի ցույց տալու, որ բնապահպան ակտիվիստը դա ինչ որ ՀԿ չի, դա ինչ որ մասնագետ չի, բնապահպան ակտիվիստը այն ակտիվ քաղաքացին է, որը որ պայքարում է իր համայնքում առողջ մաքուր միջավայր ունենալու ու կայուն զարգացման հեռանկար ունենալու համար։ Հայկ Աբրահամյանի խոսքով կեղծ նարատիվների տարածումից բացի հանրային մասնակցության ու ակտիվության դեմ այլ գործիքներ են կիրառվում։ Մի օրինակ, որ երբ մենք գինևետում էինք, որտեղ որ քննարկվում էր նոր հանքի բացման ինչ որ հանրային լսում էր, զուտ են փաստը, որ այդ պահին երբ որ մտանք համայնք ու այնտեղ կանգնած են տասնյակ ոստիկաններ, հələ զուտ պատկերացրեք կողքից անցնող մարդուն, ով որ չի էլ հետաքրքրված այս ամեն ինչով, բայց մեկ էլ տեսնում է, որ իր համայնքում ինչ որ քննարկում է հիմա կազմակերպվում, ունտեղ հավաքված են տասնյակ ոստիկաններ։ Ինչ է ինքը մտածում։ Ինքը ոչ չի մտածում, այս ինչ որ հավես միջոցառումը, արի ես էլ գնամ։ Ինքը մտածում է, որ սա ինչ որ վտանգավոր ռիսկային բան է փաստորեն, ու սա կարող է թվալ դե մեզ կներկայացնեմ, որ սա ընդհանուր կարգը ապահովելու բանի համար է, բայց կարգը ապահովելու համար դու չես բերում տասնյակ ոստիկաններ։ Դու տասնյակ ոստիկաններ բերում ես ուժ ցույց տալու համար ու ցույց տալու, որ եթե մի բան այն չանես, ես գործիք ունեմ քո դեմ։ Ու այդ գործիքները շատ բազմազան են։ Այդ դատական միջոցով մարդկանց լրացնելը եւս այդ գործիքներից մեկն է, ու մենք պետքա այդ հարցում շատ հետեւողական լինենք ցույց տալու, որ սա միայն ապատեղեկատվություն չի, որ կեղծ նարատիվներ են տարածվում։ Սա ընդհանրապես տարբեր մեթոդներից մեկն է, որը որ կիրառվում է հաճախ պետական մարմինների կողմից, հաճախ որոշակի տնտեսական գործունեություն իրականացնողների կողմից մարդկանց ճնշելու, լրացնելու ու այդ իրանց անգամ ցանկությունը կամ հետաքրքրությունը այս խնդիրների նկատմամբ բարձրացնելուց հետ պահելու համար։ Իրականացված հետազոտություն ինքնանպատակ չի եղել, նախաձեռնության հեղինակները մտադիր են այն հանրայնացնել։ Ինքը ենթադրում է այն, որ պետքա դառնա հասարակության սեփականությունը, հատկապես բնապահպանների կամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, որոնք եւ տեղյակ լինեն եւ հասկանան որտեղից են գալիս այդ նարատիվները, դրանց աղբյուրները, դրանց նպատակները։ Երբեմն իրար նման նարատիվներ ծառայում են տարբեր նպատակների, նմանատիպ, բայց տարբերվող ինչ որ չափով նարատիվներ տարբեր կենտրոնների համար են ծառայում եւ որպեսզի տեղյակ լինեն եւ կարողանան նաեւ իրենց հաղորդակցության ռազմավարությունը այդ հենքի վրա մշակել, որովհետեւ երբ որ ասում ենք նարատիվ ու այն էլ եթե կեղծ նարատիվն է, ապա
դրան պետք է կոնտրնարատիվը, հա, տեղի ունենա, կոնտրնարատիվը պետք է ինքը դրական լինի, այսինքն նախ ցույց տա, որ հա, այն կեղծ նարատիվները իրենք հիմք չունեն եւ իր հետ բերի նաեւ բերի ինչ որ լավ, բարի մոտեցում։ Պետք է նախ եւ առաջ այդ մոտիվացիաները ցույց տանք եւ երկրորդը պետք է մարդկանց ցույց տալ, թե իրականում բնապահպանական ակտիվիզմը, քաղաքացիական մասնակցությունը, տեղական ժողովրդավարությունը, կանաչ քաղաքականությունը, համայնքների առաջնորդությամբ զարգացումը, այս ամենը ինչ են իրենցից ներկայացնում, ինչպիսի դրսևորումներ ունեն, ինչպես են օգնելու մարդկանց իրանց կյանքում ավելի, հա, բարեկեցիկ, ավելի առողջ, ավելի ապահով միջավայր ձևավորել ու ավելի շատ պատմել հենց այդ պատմությունները, որովհետև այնպես չի, որ մենք Հայաստանում այդ հաջողված պատմությունները չունենք։ Մենք շատ տարբեր համայնքներում տեսնում ենք լավ օրինակներ, թե ինչպես են օրինակ մարդիկ որոշել հրաժարվել օրինակ իրանց միջավայրը վնասող որոշակի տնտեսական գործունեությունից ու ընտրել են այլընտրանքային զարգացման ճանապարհ ու կարողանում են եւ պահպանել իրանց բնությունը եւ առողջությունը եւ նաեւ որոշակի հա բարեկեցության մակարդակ ապահովել կամ մենք տեսնում ենք համայնքներ, որտեղ որ մարդիկ ավելի ակտիվ մասնակցություն ունեն իրանց համայնքի հետագա զարգացման պլանը կազմելու, որոշումները կայացնելու հարցում այս պատմությունները պետք է ավելի հաճախ հնչեն, ավելի տեսանելի պետք է լինեն, որպեսզի մարդկանց մոտ չձևավորվի պատկերացում, որ չկա այլընտրանք։ Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Օլեգ Դուլգարյանն ասում է, պետք է համայնքին ցույց տալ, որ ակտիվ պահանջատեր քաղաքացին իր համայնքի զարգացման գրավականն է։ Այսինքն բնապահպանին իր գյուղում մարդիկ պետք է վերաբերվեն որպես համայնքի ժողովրդավարության, շրջակա միջավայրի բարեկեցության, այսպես ասած, պաշտպան, ոչ թե նրա պատճառով, որ ինքը դրանով զբաղվում է, այլ նաև այն պատճառով, որպեսզի այդ գյուղացիք ուղիղ կարողանան տեսնել, այսինքն այնպիսի նարատիվներ եւ մեխանիզմներ լինեն, ուղիղ կարան տեսնեն այդ կապը, այդ քաղաքացու ակտիվության, պայքարի եւ այն, ինչ ստացավ դրա արդյունքում իր գյուղը։